նախարարը, ոչ էլ պարոն նախարարին հանձնարարողը։ Այ ես սրա վրա եմ զարմանում, ոչ թե զարմանում, այլ զարմանում, թե պարոնայք, դուք ինչու չեք հարցնում մասնագետներին, ինչու չեք հարցնում, թե այսպիսի խնդիր ենք հետապնդում, դուք ինչ կարծիքի եք, ինչպես եք դուք սա հիմնավորում։ Չկա այստեղ հիմնավորում, չկա գիտական մոտեցում, որովհետև արհամարանք կա գիտության մարդկանց հանդեպ, ակադեմիայի հանդեպ, որովհետև արդեն 20 տարի ամեն ինչ արվում է, որ ակադեմիան վերանա, այսինքն ամենացածր աշխատավարձը, ամենացածրը, որ երևակայել անգամ չի կարելի, ողորմություն է դա, որ ցրվի, վերանա, բայց ահա 20 տարի չի վերանում այս հաստատությունը, ինչ եք մտածում այս մասին, եւ չի վերանա, որովհետև այդտեղ աշխատում են մարդիկ, որոնք ստամոքսով չեն մտածում, այլ գլխով են մտածում, լավ են մտածում, թե վատ են մտածում, հաջող թե անհաջող, այնուամենայնիվ գլխով, ոչ ստամոքսով, իսկ դուք մտածում եք ստամոքսով։ Վիրավորվում եք քաղքենի բառից, ինչ է քաղքենի, քաղքենին ճշմարտությունը չափում է օգուտով, ճշմարիտ է այն, ինչը ձեռնտու է, սա քաղքենու տեսակետն է։ Ներեցեք, պարոն Հովհաննիսյան, ուզում եմ ձեզ ընդհատել քաղքենի բառի հետ կապված։ 1903 թվականին, երբ ցարական կառավարությունը օրենք ընդունեց եկեղեցական գույքի բռնագրավման մասին եւ սկսեց փակել հայկական դպրոցները, Թիֆլիսի հայ քաղքենին, Թիֆլիսեցի հայ քաղքենին, որին ես շատ նախանձում եմ այսօր, բոյկոտեց օպերային եւ թատերական ներկայացումները։ Ահա քեզ արժանապատվության դրսևորում։ Ուրեմն մեր իրականության մեջ քաղքենու որակն ընկել է, որակն է ընկել։ Լեզուն միայն կրթության հարց չէ, լեզուն մշակութային հարց չէ, լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ, լեզուն երկիր է, ազգ է, քաղաքականություն է։ Ինչ պայմաններում են ստեղծվել հայոց գրերը։ Այս հարցին որևէ դասագիրք, որևէ տեղ չի պատասխանում։ Մեր աշակերտին եւ ուսանողին դեռ ոչ ոք այս բանը չի բացատրել, թե ինչ պայմաններում ստեղծվեցին հայոց գրերը եւ դա ինչ քայլ էր։ 387 թիվ Հայաստանը բաժանված էր, առաջին բաժանումն է սա Հայաստանի, Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև, այսինքն անկախությունը արդեն կիսով չափ կորսված էր։ Եվ ահա մի իմաստուն թագավոր Վռամշապուհ որոշում է, որ փրկությունը ազգային սեփական գրի ստեղծումն է, եւ Մաշտոցին հանձնարարում է այս գործը։ Մաշտոցը ձեռք է բերում Սուրբ Գիրքը հայոց լեզվով թարգմանելու իրավունքը, ոչ միայն գիր է ստեղծում, այլև ձեռք է բերում այդ իրավունքը, որ նշանակում էր լեզվին տալ միջազգային կարգավիճակ։ Ես սա քանի անգամ ասել եմ, պիտի կրկնեմ, պիտի գոռամ, որպեսզի չհասկացողը հասկանա, թե ինչ էր նշանակում գրի ստեղծումը եւ որն էր Մաշտոցի սխրանքը, միջազգային կարգավիճակ, այսինքն եթե կորցնում ենք քաղաքական անկախությունը, մեզ մնում է հոգեվոր անկախություն, եւ հոգեվոր անկախությունը հային հայ պահեց։ Բայց ահա եկավ ժամանակ, եւ մենք դարձյալ անկախ ենք, փոքր տարածության մեջ եւ փոքրաթիվ, թեպետ եւ եմ կացու փոքր եւ թվով հույժ ընդփոքուս ամանյալ եւ զորությամբ տկար եւ ընդայլով հոլով անգամ նվաճյալ թագավորությամբ կասեր խորենասին, սակայն բազում գործ կարության գտանին գործյալ եւ իմերում աշխարհի եւ արժանի գրո հիշատակի։ Պարս չմոռանանք այս խոսքերը։ Փոքր ենք, բայց մեզ տրված է անկախություն։ Անկախությունը, եթե լեզուն անկախ չէ, կասկածելի է քաղաքական անկախությունը։ Իսկ լեզուն անկախության առաջին գրավականն է, լեզվի անկախությունը, առաջին գրավականն է։ Եթե մեծ ժողովրդի քաղաքականապես, տարածությամբ, ռազմական ուժով հզոր ժողովրդի լեզուն, հզոր ազգի լեզուն մտցվում է, պարտադրվում է, տրվում է փոքր ազգի ձեռքը, ճնշում է նրա լեզուն։ Ժողովրդի լեզուն, մայրենի լեզվին տալ ստորադաս վիճակ նշանակում է սպանել այդ ազգին։ Այո, նշանակում է սպանել։ Հիմա կասեք, ինչ է եղել 1%։ 1%-ի օրենք արդեն ասել ենք։ 1%-ի օրենք չկա։ Կա օրենք։ Եվ 1%-ի նախարար ունենք մենք։ 1%-անոց նախարար, որը կարծում է ինչ է նշանակում 1%։ Իրավունքն իրավունք է, 1% է, իսկ քաղաքացին պետք է օգտվի իր իրավունքից, ինչ է կասեն 1%-ն արդեն լրացավ, սա աճելու այնպիսի պոտենցիալ ունի։
Եվ դա ունի իր սոցիալական հողը, դա այն ապաստգայնացած տարրն է մեզանում, որը խորհրդային կարգերի արդյունքն է։ Սրա մասին պետք է մտածվի, չէ՞։ Սա ավելորդ բանավեճ է իսկապես։ Սա բանավեճի նյութ չէ, չհասկանալ այս խնդիրը չհասկացողը, լեզվի խնդիրը չհասկացողը իրավունք չունի կառավարության մեջ լինելու։ Ուղղակի իրավունք չունի բարոյապես, պետք է ամաչի։ Պարոն Հովհաննիսյան, թույլ տվեք փակագծերը մի քիչ ավելի բացել։ Նախարարը ենթադրում է, մամուլում էլ այդ հրապարակումները եղել են, որ ընդամենը 15 դպրոց է բացվելու Հայաստանի Հանրապետությունում, 8-ը մայրաքաղաքում, 7-ը մարզերում եւ խոսում է ձեր ասած 1-2%-ի մասին։ Նախ, ինչ 1-2%-ի մասին է խոսքը։ Ով է որոշելու, թե ով որ դպրոցն է գնալու։ Եվ սրանով փաստորեն խախտվելու են արդեն մարդու քաղաքացիական եւ սահմանադրական իրավունքները։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության մարզերը 7 չեն, 10 են։ Այստեղ ակնհայտ անհավասարության կամ խտրականության դրսևորում կա։ Նախարարն ասում է 7 մարզերում պետք է բացվեն այդ դպրոցները։ Երրորդ, օտարամոլ ու քաղքենի տարրը, որի պակասը երբեք չենք զգում, ամեն ինչ անելու է իր երեխայի համար ապահովելու օտարալեզու կրթություն։ Եվ քանի որ շատ դեմոկրատական երկրում ենք ապրում, քաղքենին իր ոտնահարված իրավունքը պաշտպանելու է Եվրոպաներում, որին այսօր այնքան փարված են հայոց լեզուն ոչ գիտության լեզու անվանողները։ Սրա հետևանքով կստեղծվի անհատի եւ ազգի իրավունքների հակադրություն։ Զավեշտալի չէ։ Զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբալի չլիներ։ Խոսենք օրենքից։ Ինչ է նշանակում 15 դպրոց։ Օրենքի մեջ է փոփոխություն մտցվում։ Քանակը ինչ կարևոր է, քանակը, տոկոսը, սա ում են երեխայի տեղ դրել, ում են անհասկացողի տեղ դրել։ Օրենքի մեջ են մարդիկ փոփոխություն ուզում մտցնել։ Լեզվի օրենքի մեջ։ Սա նշանակում է պետական լեզու հասկացությունը դնել կասկածի տակ։ Օրենք հասկանում են այս մարդիկ, թե չեն հասկանում։ Ես դարձյալ կրկնում եմ, 1%-ի օրենք չկա, 15 հատ դպրոցի օրենք այդպիսի բան չկա։ Կա օրենք, օրենքով նախատեսված, ինչպես է սահմանվելու լեզվի օրենքը, ինչպես է սահմանվելու պետական լեզու հասկացությունը։ Ես ուզում եմ պատկերացնել, թե նախագիծն ինչպիսին է օրենքի մեջ մտցվող փոփոխության նախագիծը։ Այդ ձևակերպումը մենք չունենք։ Այ մենք խոսում ենք, քննարկում ենք, դատապարտում ենք, ճառում ենք արդեն, բայց մեր ձեռքին չկա այս փոփոխության նախագիծը, որն է։ Թող մեզ այդ նախագիծը տան։ Օրենքի մեջ փոփոխություն մտցնելու նախագիծը ինչ ձևակերպումներ են տվել։ 1% են գրել այնտեղ, օրենքում 1% են գրել։ Նրանց փոփոխության այդ նախագիծը կա։ Որտեղ։ Թղթի վրա գոյություն ունի այն, բայց այդ տոկոսները, այդ դպրոցների թվաքանակները բնականաբար արտահայտված չեն։ Չէ, ուզում եմ իմանալ, եթե այդ նախագիծը կա փոփոխության ձևակերպման, ինչու դա չեն հրապարակում, հայտարարում, եթե մենք ժողովրդավարական երկիր ենք,